Comment Story էլեկտրոնային հաղորդման շրջանակներում հյուրընկալվել էր Անի Քոչարը, Star News-ը հետևեց հաղորդմանը։ Անի Քոչարի կյանքում շրջափուլ եղավ, երբ թողելով Հայաստանում ամեն բան մեկնեց Գերմանիա։ Ես երբեք չեմ զղջում այդ որոշման համար։ Միակ բանը, որ ինձ միշտ տանջում է, այդ մտատանջանքը կա եւ ես չեմ կարող կեղծել ասել չկա։ Ետ եմ նայում, մտածում եմ, այ ինչ կլիներ, եթե 2014 թվականին իմ 14 տարվա կարիերան ջուրը չգցեի եւ Հայաստանից չմեկնեի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Դա ինձ միշտ հետաքրքրում է, որովհետեւ մեր կյանքը բաղկացած է ընտրություններից։ Ինչպես կդասավորվեր իմ կյանքը եւ ինչ կլիներ այնուհետեւ, որովհետեւ եսը իր պիկին էր։ Եսը սիրված էր։ Իմ հայտնիության լավագույն տարիներին կարծես ամեն բան ջուրը գցեի եւ մեկնեի։ Ամուսնալուծությունից խոսելով Անին անկեղծորեն նշեց, որ ամուսնալուծվելու որոշումը կայացրել է Հայաստանում։ Այնպես չէ, որ այդ որոշումը կայացրել եմ Գերմանիայում։ Իրականում ամուսնալուծության միտքն ու ցանկությունը, որը սկսել էր ինձ տանջել, դա դեռ Հայաստանում է եղել։ Պետք է ասեմ, այն մարդկանցից չեմ, որ ամեն մի աննշան չնչին բանից կարող եմ ասել վերջ, բաժանվում եմ։ Ինձ մանր-մունր խնդիրներով, կենցաղային հոգսերով չեն կարող վախեցնել։ Խոսք եղավ նաև հոգեկան առողջությունից։ Հոգեկան առողջությունը վստահաբար շատ ավելի կարևոր է, քան ֆիզիկականը։ Հոգեկան առողջության վատ թարացումից, խաթարումից է, որ սկսում է գլուխ բարձրացնել արդեն ֆիզիկական ու առողջական խնդիրները։ Ինքս կյանքի տարբեր փուլերում ունեցել եմ մասնագիտական օգնության կարիք, որովհետև որքան էլ ուժեղ լինես, երբեմն իսկապես ունես մասնագիտական օգնության կարիք, բայց իմ պարագայում դա չէր ստացվում։ Ես չեմ կարողանում իմ հոգեբանների հետ զրուցել, բացվել, նաև ժամանակ չեմ գտնում դրա համար։ Բոլորը գիտեն Անիի քաղցկեղի պատմությունը։ Այսօր նա մեկ նոր փուլում է, նոր մարտահրավերի առաջ եւ հնարավոր է նորից գնա Գերմանիա։ Հստակ չենք կարող ասել, բայց շատ ծանր քիմիոթերապիաներն իրենց հետևանքներն ունենում են։ Այսօր ես պայքարում եմ սրտի շատ լուրջ ախտորոշումների դեմ, ավաղ դա մեկը չէ, եւ ես կարծում եմ, որ այս պայքարում էլ պետք է հաջողեմ։ Հույսս դրել եմ Տիրոջ վրա, Աստծուն ապավինած, հավատքիս կառչած առաջ եմ գնում։ Եթե մի պահ հավատքս մի կողմ թողնեմ, կենտրոնանամ իմ ախտորոշումների, խնդիրների վրա, պարզապես կցնորվեմ։ Ամեն օր չէ, որ ունեմ հրաշալի ինքնազգացողություն, որքան էլ դեղահաբեր եմ ընդունում, բայց ես ամեն օր դրա համար պայքարում եմ։ Կռիվ եմ տալիս, որպեսզի իմ կյանքի որակը լավը լինի, որովհետև իմ կյանքի որակից կախված է նաև իմ երեխաների կյանքի որակը։ Ես ինձ պատասխանատու եմ զգում այդ երկու մարդկանց նկատմամբ, ում կյանք եմ տվել, լույս աշխարհ եմ բերել եւ պարտավոր եմ ապահովել բարեկեցիկ, գեղեցիկ, անհոգ կյանք։ Այժմ լուրեր են տարածվել, որ նա կրկին ամուսնալուծվել է։ Անին այս մասին հաղորդման շրջանակներում անկեղծ խոսեց։ Մի բան կարող եմ ասել, սերը գալիս է չքարտեզագրված ճանապարհներով։ Ինչպես իմ սիրելի Սևակն է ասել։ Ես հերքում եմ այդ լուրերը, ամուսնալուծված չեմ։ Այո, մարդիկ ճիշտ են նկատել, այժմ ամուսինս իմ կյանքում չկա։ Ինչու չկա, որովհետև հայրենիքից է բացակայում։ Գարնանը 1 տարին կլրանա, որ Հայաստանում չէ։ Այնպես ստացվեց, որ շատ փորձությունների մեջ ընկավ եւ շատ արագ պետք է երկրից դուրս գար։ Փորձեր ինչ-որ բան անել, բայց էլ ավելի մեծ փորձությունների մեջ ընկավ։ Սա արդեն միայն իմ կյանքի մասին չէ, նաև իր կյանքի մասին է։ Ես իրավունք չունեմ բարձրաձայնելու եւ փակագծեր բացելու։ Նրա այս պահին հայրենիք վերադառնալը չի ստացվում, բայց մենք ընտանիք ենք, 24 ժամ կապի մեջ ենք։ Ամուսնալուծված չենք, պարզապես նա այժմ ֆիզիկապես մեր հետ չէ, որը եւ նա է շատ ծանր տանում եւ ես։ Միայն Աստծուն ապավինած ապրում եմ, որ ամեն բան լավ է լինելու։ Մանկության շրջանում նրա երազանքը քննիչ հոգեբան դառնալու մասին էր, բայց արդեն պատանեկան տարիներին հստակ էր որոշումը՝ լրագրող պիտի դառնա։ Օրինակ, բոլորը շարադրություն էին գրել դպրոցի մասին վերամբարձ, պաթետիկ բառապաշարով։ Ես գրել էի դպրոցի անբարեկարգ սանհանգույցների մասին քննադատական, հրապարակախոսական, վերլուծական, շատ խիստ հոդված։ Կյանքի առաջին լուրջ փորձությանը բախվեց 10-րդ դասարանում, երբ բժիշկներն ախտորոշեցին նրա մոտ թոքախտ։ Պատահաբար լսեցի ավագ քրոջս եւ մայրիկիս խոսակցությունը, որ երկուսը միաբերան մեկը մյուսին լրացնելով ասում էին. «Բացառված է, ինչ սրբիչ առանձնացնել, ինչ սպասք առանձնացնել, ոչ մի բան էլ չի լինի, թող երեխեն իրեն մեկուսացած չզգա»։ Սա այնքան է խոսում, թե ինչպիսի ընտանիքում եմ մեծացել։ Մահվան դեմ իսկական պայքար սկսվեց 2018 թվականին, Գերմանիայում նրա մոտ արյան քաղցկեղ հայտնաբերվեց։
Բայց այդ պայքարը ավարտվեց հաղթանակով, ինձ միևնույն էր ամեն բան, բացի որդուցս։ Միշտ ասում եմ, որ պայքարեցի որդուս համար ու ապրեցի որդուս համար։ Չնայած բժիշկների հակառակ հորդորներին, նա երկրորդ անգամ մայրացավ ու սրտի խնդիր առաջացավ։ Բոլորովին մենմենակ Հայաստանում, բայց կրկին զինվորի նման կռիվ եմ տալիս։ Ամեն օր արթնանում եմ և գիտեմ, որ գիշերվա արցունքները պետք է սրբվեն, և նոր օրը երեխաների համար սկսեմ ժպիտով։ Իր պայքարից ու հաղթանակներից հետո նրա կյանքի գլխավոր առաքելությունը մեկն է՝ իլուր բոլորի հայտարարել հանձնվել չկա։ Կա կյանք երկրորդ փորձից։ Նշենք, որ վերջին շրջանում Անի Քոչարը եղել էր նաև «Հայացք» հաղորդման հյուրը, որտեղ Անի Քոչարը զրույցը սկսեց իր գործունեության առաջին փուլից։ Երբեմն ինձ թվում է, որ այդ էջին շատ հազվադեպ ենք անդրադառնում և ինչ-որ կերպ մոռացության է տրվում։ Հատկապես մեր օրերում նոր սերունդ է եկել, ովքեր որ հաճախ չգիտեն Անի Քոչարը ի սկզբանե ինչից է սկսել և ինչով է զբաղվել։ Երկու ոլորտներում էլ մարտահրավերները շատ են եղել, ավելին ասեմ, կայթակղություններն էլ են շատ, որովհետև երբ վաղ տարիքում ես մտնում և լիովին կայացած չես, հոգևոր կյանքդ այնքան մաքուր չի, կայթակղությունները քեզ ավելի շուտ են հասնում, քան օրինակ, եթե ես հիմա լինեի, ես երբ հետ եմ նայում իսկապես ապշում եմ։ Դա ոչ թե հպարտանալու իմաստով, բացասական առումով այլ ասում եմ, Անի, կեցցես դու, որ զգայական մակարդակում դեռ ոչ լիովին գիտակցաբար, բայց զգացել ես ինչն է կարելի, ինչը ոչ, կամ ինչ է քեզ պետք, իսկ ինչ ոչ։ Աղցկեղը և հավատը, ինչ դեր ուներ հավատը։ Ես ինձ որքան հիշում եմ, գիտակից կյանքում այդքան ժամանակ էլ ունի իմ հավատի պատմությունը։ Անկեղծ կլինեմ, անսահման բարի ծնողներ ունեմ, բայց որ ասեմ իմ ծնողները շատ հոգևոր են եղել կամ կրոնական թեման մեր տանն ակտիվ թեմա է եղել, կամ մենք ամեն կիրակի եկեղեցի ենք գնացել, սուտ կլինի, թեև աստվածապաշտ մարդիկ են։ Ինձ համար Աստված կենդանի Աստված է, և ես իր հետ միշտ երկխոսության մեջ եմ, մինչ օրս։ Երբեմն ինձ ասում են, Անի, չես վախենում, որ ասեն Անի Քոչարն աղանդավոր է, ասում եմ ոչ, որովհետև մեր քաղաքն այնքան փոքր է։ Եվ լուրերն այնքան շուտ են տարածվում։ 2013 թվականից իմ կյանքում մի սև գիծ սկսվեց, որը շարունակվում է մինչև 2018 թվականը։ Եվ որն արդեն չափից դուրս շատ էր ինձ համար։ Ես Աստծու հետ կռիվ ունեի, վեճ ունեի, անընդհատ վիճում էի։ Ասում էի լավ, Աստված իմ, էլ ինչ պիտի կատարվի իմ կյանքում, որ այս ամեն ինչը իմ կյանքում գոնե մի օր ավարտ ունենա։ Մեկ մարդու հաշվով չափից շատ է այսքան փորձությունը։ Ինչու էլի, ինչի համար։ Երբ հայտնվեցի հիվանդանոցում և հասկացա, թե էլ ինչ կարող է կատարվել մարդու հետ, կարող է պատահել, որ մի օր այլևս չի լինի այդ մեկ օրը։ Դրանից հետո չկա մի բան վերանայելու, շտկելու, վերաիմաստավորելու և սեփական սխալներն ու մեղքերը տեսնելու։ Ես այժմ հուզվեցի ոչ այն պատճառով, որ այդ դաժան ծանր օրերի մասին խոսելիս հուզվում եմ, այլ այն պատճառով, որ ես ինձ շատ մեղավոր եմ զգում, որ այդ կռիվն ունեցել եմ Տիրոջ հետ։ Թեև ես ապաշխարել եմ և գուցե ինքս իմ մեջ հիմա չեմ ներել, բայց ինքն ինձ ներել է։